Հիմա ինչ է պետք Մոսկվային, որտեղ Մոսկվան է խանգարողը, որ այդ մակրությունները չի լնում։ Հասկանում եք, ընդ որում հիմա ռուսա հիվանդները բան չանեն, ես ուրեմն իրենց համար եմ պայքարում, ովքեր որ հիվանդ են ռուսականությամբ։ Հայ մարդկանց մասին է խոսք ամենը սովորական իմաստով։ Մոսկվային եթե կարծում եք, թե իշխանության տարբերակն է հետաքրքրում, կարծում եմ չէ։ Հայաստանում նրան հետաքրքրում է անկայունություն եւ դասակարգային կամ խմբային պայքարը։ Իհարկե ինքը Ղարաբաղյան կլանի կողմն է լինել, բայց այդ չի որ բացարձակ է։ Իրեն հետաքրում է կոնֆլիկտը, ոչ կոնֆլիկտի լուծումը։ Ինձ հետաքրում է կոնֆլիկտի լուծումը։ Բարձ է, իրենք այսպես շարունակեն, անընդհատ իրար տան։ Այս սերունդները գալիս է, տղեկնել հետը կգան։ Կամ էլ օլիգար Արամ Աբրամյանին նորել կգա, դրանք ուղարկել ես չի մանա։ Կամ էլ Ֆրանսիայում կճարեն չեկիստ մի հատ, որ լիքը ունեն։ Ֆրանսիա հայ կգա, մի վախեք։ Պարոն Շիրինյան, բայց իշխանությունից պիտի պահանջեն։ Պահանջել այդ այո, եւ լրատվությունը վերահսկվի։ Լրատվությունը պիտի վերահսկվի, ցենզուրա չի տա։ Իսկ եթե պետք է ցենզուրա, նաեւ ցենզուրա պետք է լինի։ Օրենքի դիկտատուրա է պետք։ Իրավունքից բխող։ Այդ իրավական պետություն, անտեպետություն չի, ով ինչ ուզում է անի։ Տեսել եք Իսրայելում ցույցերը ոնց են ցրում։ Մոսկվայում, Բերլինում տեսել եք, մենք չենք տեսել ինչ են անում։ Հա? Իսկ այստեղ ամբողջ 5 տարի ժողովրդին պարապուրտի մագնեցին ցույցով ամեն ինչով, որը մեկը չպատժվեց։ Գուցե հենց այդ անպատժելիությունն է, որ հիմա այո, ես էլ ասում եմ, շուտ իրավական պետությունը ենթադրում է իրավունքից բխող օրենքի պաշտպանություն։ Խստակույն ձևով։ Ընդ որում այս պանությունների դեպքերի հետ կապված հանրությունը առաջարկում էր մահապատիժը վերականգնել։ Դե դա Եվրոմիության բանի հարցը, չգիտեմ։ Իսկ դուք դրա կողմնակից եք։ Ոչ թե դեմ եմ կողմ եմ։ Սա արդեն Հայաստանը իր այս տկար վիճակով քաշվում է բաների մեջ, որը չի կարող անել կամ այդ հարցերը պիտի քննվեն։ Պիտի աչ ու ձախ ամեն ինչը լրջորեն քննվեն, որոշումը կայացվեն։ Ես բոլորին էլ հայության դիմում եմ։ Դուք պահանջեք, բայց պահանջեք, որ այդ հարցերը քննվեն, թե չի լուծվելու, արագ չի լինելու, բայց նաև դանդաղ չլինի, բայց պահանջս մեկ է։ Գողական բարքերը ոչ մի խորհրդարանական չպետք է ասի ազգային ժողով։ Ու վերջ։ Պարոն Շիրինյան, զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո անցնենք Գյումրի 2 այս սիմվոլիկ ձևակերպմանը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ Տիկին Մարի, բարև ձեզ պարոն Շիրինյան, ողջունում ձեզ հրավիրելից։ Տեսեք պարոն Շիրինյան, դուք Ռուսաստանի ներկայացնում եք որպես թշնամի, որը Հայաստանը կիսում է, Հայաստանը ուզում է վերացնել, որը համաձայն եմ, բայց ասում եք կողմ եք, որ Փաշինյանը զգուշ վարվի, քանի որ ուկրաինական խուսափելու հարց կա ուկրաինական սցենարից։ Տեսեք պարոն Շիրինյան, եթե Ռուսաստանը ցանկանար ներխուժել կամ որևէ բան անել, դա արդեն վաղուց դա կաներ։ Ուկրաինան փրկում է ձեր երկիրը, նա փորձեց ներխուժել Ռուսաստանը ջերմուկի դեպքերին, բայց չկարողացավ։ Դրանից ավել նա չի կարող անել, Եվրոպան փրկեց ձեզ, Եվրոմիության այդ դիտորդները, եւ Ուկրաինան է փրկում մինչեւ հիմա Ռուսաստանին քայքայելով։ Ասացեք խնդրեմ, եթե Ռուսաստանը այդքան թշնամի է, ինչու վարշապետը չի անում մի հասարակ բան։ Եթե Ռուսաստանը կիսում է ներքուստ Հայաստանը, փակել ռուսական ալիքները, այդ թույնը փակել։ Ինչու վարշապետը այդ հասարակ բանը չի անում, որը կարող է կանգնեցնել այդ ռոպագանդայի խոսքը։ Ես ասեմ, որ շատերս ինչ են կարծում, եւ դու կարող եք ձեր կարծիքը ասել, վարշապետին ձեռնտուշ է լիովին անջատվել կտրել կապերը Ռուսաստանից, որտեղ վարշապետին սատարող օլիգարխները օգտվում են Ռուսաստանի այդ առևտրից, Ռուսաստանի սանկցիաները շրջանցելուց, այդ արտահանելուց, եւ հետեւաբար վարշապետը չի ցանկանում լիովին կտրվել շահեկան չէ։ Եթե դուք համաձայն չեք, ասացեք ինչու այդ հասարակ բանը, որի պատճառով չի լինի Ուկրաինա, տրամաբանությունը, ինչու չի փակում ռուսական ալիքները Հայաստանում։ Շնորհակալություն։ Ես բարեկիրթ երկխոսության բազմախոսության կողմ եմ։ Դրա համար պատրաստ եմ ցանկացած երկխոսելու, եթե հայոյան կեվան չի լինելու։
եւ հակապետական բան չի լինել, որովհետեւ ես պետություն եմ ուզում, չգիտեմ որ ինչ ուզում։ Հիմա դա շրջագծի մեջ։ Գիտեք, այդ քաղաքականությունը վարվում է բալանսի կամ հավասարակշռության հայեցակարգի շրջանակներում, պետությունները ավելի զուսպ են, իսկ իշխանությունները կողքից ոնց որ մենք ենք կուսակցություններ եւ այլն իրենց ավելի ազատ են զգում։ Խելացի պետություններում հայրենագիծ ջան ասեմ, իշխանությունը եւ ընդդիմությունը, մեր նման ընդդիմությունը, ոչ ռևանշիզմը, ընդդիմություն չի, այլ ընդրանքային։ Մեկ երբեմն իրար հետ պայմանավորվում են, ասենք կառավարությունը չի կարող 10 քայլից են գոմանել որոշակի, ընդդիմությունը կանի 16 քայլ, որտեղ ինքը պատասխանատվություն չունի եւ այլն։ Հիմա բարձ է այս մեխանիզմը, ես այս առաջիկայում կհրապարակեմ իմ ժամանակին գրած մի աշխատանք Գոլս Արմենի թերթում եմ տպել 95 թվականի սեպտեմբերի 18-ին կարծեմ, որտեղ գրել եմ բանը, հավասարակշռության հայեցակարգ, հիմա շատ ուրեմն դա հաղթանակ շատ տեղեր է տարել այդ տեսակետը, բայց հայության մեջ մի քիչ էլ խեղաթյուրումներ կան։ Հիմա ասեմ վարչապետի պարագան, տեսեք ինչ կա, կարծում եմ դուք էլ որ վաղը վարչապետ լինեք, այդ մտածողությամբ եւ շատ ողջունելի է, դուք չափավորվելու եք, ինչի համար, որովհետեւ մենք ունենք տարբեր հաշվարկներով միլիոնավոր հայրենագիստներ Ռուսաստանում։ Այդ որ մենք իրենց քննադատում ենք, ես էլ եմ քննադատում բոլորս, մեկ էլ սուր խոսք սատիրայի ենք դիմում, ոչ թե թույնի, դա նպատակ է, որ իրենց համար լավ վիճակ առաջացնենք, կստապվեն եւ ասեմ, օրինակ իմ կուսակցության մեջ շատ Ռուսաստանից եկած հայեր կան, հետաքրքիր է այդ ձևով, բայց մենք ունենք նրանց հետ հարցեր, իրենք էլ նրանք այդ երկրում հարցեր ունեն։ Մենք չենք կարող օլիգարխներից են գոմ, հələ անցնենք, նրանց կյանքը վտանգենք եւ այլն, եւ պետություն պարտավոր է դա հաշվի առնելու, անկախ այն բանից, պետության հետ ինչ հարաբերություն կառաջանա։ Պետություն ասելով Նիկոլ Փաշինյանի ձեռնտու է իր օլիգարխների, օլիգարխները չեմ իմանում, դա իրենք օլիգարխների տնտեսական կապերը, երկրորդ մասը կա, տնտեսական կապերը, բայց եթե օլիգարխների հետ կապն է, ես չունեմ։ Դուք կարող եք դա հարցնել վարչապետին, այդ կապերը, այդ տեսքով։ Տեսեք ինչ կա, մենք Եվրո, Ամերիկա եւ այլն բարձ է, չէ, ուզում ենք, ես էլ միշտ եղել եմ ջատակովը, ոչ թե արևմտամը, ես Հայաստանը կենտրոն մարդ եմ, ասեմ ձեզ, եւ բազմաֆունկցիոնալ քաղաքականության կողմ եմ, եղել եմ, գրել եմ, դոկտորական եմ գրել, ես ատում եմ կողմնորոշումային քաղաքականությունը, ռուսական, թուրքական, գերմանական, ամերիկյան եւ այլն, ուրեմն, որտեղ դա թույլ է տալիս, այսպես ասեմ, ես ինձ համարում եմ Կարդինալ Ռիշելիեի գաղափարների կրող, որը այդ բաների հիմա կոնկրետանանք հարցը, հիմա տեսեք ինչ է լինում, մենք չգիտեմ կառավարությունը տարել է թե չէ, եթե գյուղատնտեսության վերափոխման ծրագիր ունի, Եվրոստանդարտին ինչպես մոտեցնել, ասենք ինչպես ամերիկյան ստանդարտին մոտեցնել, օրինակ ես ասեմ մի բան կա, Գորիսում կա հրաշալի մի բանրագործարան, Լոլայիմ շատ լավ բարեկամի սեփականությունն է եւ այլն։ Ես գնացել, եթերել տվել եմ ամբողջ արտադրանքը ներսի դրսի համար ամերիկյան ստանդարտ է եւ արտահանում են։ Բայց Հայաստանում քանի մենք այդպիսի բանրագործարան ունենք։ Արարատյան դաշտ ենք գալիս, չէ՞ գյուղանդեսյան էս մեր բանջարանը։ Հիմա դուք Ռուսաստանի հետ հարցեր փակում եք, օքեյ, փակեք այն ձևով։ Ինչ անելու այդ խեղճ Հովիկ Աբրահամյանի մասին չի խոսքը, նա ամեն անգամ էլ բանի կաշվի հազարավոր դոլարներ դնելու է վերեմ մանկա։ Հիմա բայց հարցը ինչ է։ Հիմա դուք արտահանումը ո՞նց եք անելու, այս մարդիկ ինչպես են ապրելու, կան գլորի, որտեղ ուզեք, գիտեք Հայաստանը շատ լավ գիտեմ ես։ Եվ այսպես գյուղանդեսյան արտահանությունը որպես ժողովրդի հիմնական ապրուստի հարցն է։ Օրինակ եթե իրենք չեն ես քննադատեմ, որ ինչու չեք ստանդարտը բարձրացնելու ծրագիր մշակել, ինչպես ասում եմ, ինչու գողաթափանելու ծրագիր չունեք, եթե չունեք։ Ոչ թե ասեմ ինչու այսպես, որովհետև մյուսը սխալ կլինի։ Ընդհանուր առմամբ ասեմ ձեզ,
Դուք մենք որտե process-ի մեջ ենք եւ շատ վատ է որ դիրքորոշվել ենք երկու մասի Հայաստան անկախ պետություն Հայաստան ստրուկ այդ ստրուկները դեր չպետք է ունենան ռուսական սեգմենտը մեր մեջ ոչ թե ռուսի համար չգիտեմ հիմա մենք կքննենք կտեսնենք մեր հնարավորություններն ինչպիսին են եւ ամերիկյան օժանդակությունն ինչ կան է ֆրանսիականը ինչ կան է ուրեմն հասկանում եք ոնց է դուք տեսեք այս նախակա կոչված կա Պարսկաստանին հատատա է տալիս Հայաստանի վրա դուք պատկերացնում եք Իրանի պարական եւ այլն մենք գիշեր ցերեկ հետներն աշխատում ենք ուրիշով այս մարդը նպատակ ունի չնստի ունեցվածքը պահի եւ ըստ էության սրանք հայ չեն եթե մտածողությամբ հայ չեն եւ Հայաստանի ուզում եմ ասել այս բաները կարծում եմ որ դուք էլ վարչապետ լինեք մոտավորապես ինչքան որ ես եմ տեղեկացված իսկ տեսականորեն շատ ավելի պատրաստված եմ կարծում եմ մոտավորապես նույն քաղաքականությունը կանեք եւ եթե Աստված հաջողի որ Ռուսաստանը այնքան անկումի կնա որ ամերիկացիներն ասեն նայի այսօր Կովկասը քո ազդեցության գոտին չէ եւ նա ընդունի ոչ իսկ եթե չընդունի ձեռներին տան գանգին տան այն ժամանակ process-ը կարագանա հիմա ինչ է էվոլյուցիոն մենք մեր պետությունը Հայաստանը ոչ միտեղ չի գնում Հայաստանը իր անկախությունն է ամրապնդում վերակազմակերպվում է վերակառուցվում է այ եթե օրինակ մենք լինենք խորհրդանում քրիստոնյա ժողովրդավարական վստահ եղեք որ շատ ավելի մեծ ծրագրերով մենք կունենանք արդիական Հայաստան ոչ միտեղ չգնացող եւ աշխարհը կգա այստեղ այնպես որ կարծում եմ որ հիմա վարչապետի դնել կրակի տակ նշանակում է պետությունը փրկցնելու քաղաքականությունը իշխանափոխությունը դանել այն բանով ընդ որում ես ասեմ որ վարչապետ երբ ասում է բացի համագործակցությունը ես ոչ մի հարաբերություն չունեմ այդները ԿԺԿ-ն համագործակցում իշխանության հետ այնպես ինչպես նորմալ ցանկացած հայ մարդ եւ կուսակցում որ պարտավոր է պետության անվտանգությունը եւ այլ նկատի ունենա Գյումրի երկու լինելու է թե չի լինելու սա ոչ մի բան էլ չի լինելու ասեմ սրանք էլ չեն լինելու վերադարձել չի լինելու ուղղակի լավ կլներ որ իրենք փողը տնեին ուրեմն ուրիշ բաներով զբաղվեին եւ այլն մեկ-մեկ է գողացած կամավոր հետ տային իմ այսօրվա տպավորությամբ ես գիրակ եմ եկել Գյումրիից գիտեք կանչում են գնում եմ ես չեմ գնում որ նկարվեմ ասեմ որ այդ մեր ժողովրդին ինչի տեղ եք դրել էլ Գյումրի 1 Գյումրի ես ասեմ որ Քոչարյան 1 Սերժ 1 ընդ որում սիմվոլիկա եմ ասում Սամվել 1 Սամվել 4 չի լինելու Հայաստանում օլիգարխիան պարտվելու է ընտրություններում։ Բայց կա օլիգարխիա, հիշեք Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-ին հենց Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ ասում էր օլիգարխներ չկան։ Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես խոշոր սեփականատեր է։ Հիմա ի՞նչն է փոխվել։ Հիմա դրանք ես երբևէ ասել եմ նման։ Բայց հետո Նիկոլ Փաշինյանը այս վերջերս էլ հայտարարեց, որ 2026 ընտրություններին այդ օլիգարխները չեն։ Ես իմ տեսակետն եմ ասում եւ այն կուսակցության նաեւ այն գիտության, որի դոկտորը ես եմ։ Փաշինյանն ինչ ասում, որ ասեցի նաև Սալվադոր Ալենդեն ուրիշ բաներ ասում, Պինոչետ ուրիշ բաներ ասում, քաղաքականության մեջ կարող է լինել, բայց նման հարցեր կարելի է գրասենյակ դիմել, ասել ձեր տեսակետը փոխվել է թե չէ։ Ես իմ տեսակետով եմ ասում։ Հաջորդ այցը ձեր որտեղ է լինելու, որ մարզն եք գնալու, որտեղից ցենց հրավեր ստացել։ Ես ուզում եմ Վանաձոր գնամ երևի, չգիտեմ, բայց չգիտեմ հələ եղանակի, որտեղ հələ տակ չի, բան չի, նաև հələ հրավեր չի։ Որտեղ հաջորդ մեր հանդիպման ժամանակ արդեն իմանանք մարզային որ այցը։ Բան չեմ ասում, հələ մենք Գորիզ ունենք էլի, Գորիզը գործադիր կոմիտե, քննում ենք, անում ենք, նորմալ բան իմաստով։